Տիկին Գալյան, համեցեք եզրափակիչ ելույթի համար։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, մենք քննարկում ենք կառավարության կառուցվածքի մասին օրենքը եւ ես իմ խոսքում բազմաթիվ անգամներ նշեցի, որ մենք չենք անում լոկ անվանափոխություն։ Մենք փոխում ենք գործառույթ, մենք փոխում ենք տրամաբանություն, մենք փոխում ենք գաղափարախոսություն։ Բայց բարձրացված հարցերից ինձ մոտ տպավորություն է, որ շատերը բավարարվել են միայն նախագծի առաջին էջը կարդալով ու չեն թերթել փաթեթը, չեն տեսել, որ գործառույթների մեջ արվում են համապատասխան փոփոխություններ, երևի բավարար ժամանակ չեք ուզեցել տրամադրել։ Պարոն Վարդևանյան, հեռու եմ այն մտքից, որ դուք չեք տիրապետում սահմանադրությանը եւ օրենքներին։ Պարոն Վարդևանյան, կան սահմանադրական ժամկետներ, որոնք չի կարելի խախտել։ Կառավարության ծրագրի հաստատման համար կան սահմանված հստակ ժամկետներ, եւ քանի որ ձեր քննարկումները հանձնաժողովների նախագահների ընտրության հետ կապված տևեցին ավելի քան պետք է տևեին կամ չգիտեմ, երևի ժամկետ էլ չկա, որի ընթացքում պետք է ընտրություն իրականացվեր, կառավարության ծրագրի քննարկումը եկավ ընդհատելու ձեր քննարկումները եւ այդպես էլ պետք է լիներ։ Եվ այս հարցը պետք է քննարկվեր հանձնաժողովների նախագահների ընտրությունից հետո միայն։ Խնդրում եմ մի արեք այնպես, որպեսզի մեր ժողովուրդը սխալ պատկերացում կազմի երևույթների մասին։ Դա արդեն ընդգծված գործելաոճ է։ Հաջորդը, ես չասացի փոխնախարար չի լինելու, ես ասացի ես չգիտեմ ով է լինելու կուրատոր փոխնախարարը, որովհետև դա որոշվում է նախարարի հրամանով։ Չասացի, լինելու է առանձին փոխնախարար միանշանակ։ Ես ասում եմ իհարկե բարեկեցության վերանվանումը չի նշանակում, որ մարդիկ հաջորդ օրը դառնալու են բարեկեցիկ, գալիս ասում եք այո, չի նշանակում, որ մարդիկ դառնալու են բարեկեցիկ։ Բայց ես ինչի մասին եմ խոսում, ես ասում եմ մենք ձգտելու ենք դառնանք բարեկեցիկ եւ դրան են միտված լինելու մեր քաղաքականությունները, արդեն ծրագրով նախանշված է, թե ինչին են միտված քաղաքականությունները։ Եվ վերջում ափսոս երկար ժամանակ չունեմ։ Իմ ազգանունը Գալյան է, G-A-L-Y-A-N, ուշադիր եղեք։ Շնորհակալություն։